Սոցիալական խնդրի պատճառաբանությամբ Ազատության հրապարակում արցախցիների կողմից տեղադրված վրանը կարճ ժամանակ անց վերածվեց քաղաքական հանդիպումների օջախի։ Սկզբում վրան այցելեցին Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները, այժմ էլ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն են գնացել վրան, փակ քննարկում ունեցել արցախցիների հետ։ Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի խոսքով այս հանդիպումների նպատակն ընդամենը մի բան է՝ ապակայունացնել Հայաստանը։ Իսկ թե ինչ հարցեր են քննարկվում վրանում, նա նկատում է. Պուտինի հերակրերն են կարդում, հասկանում են, նույնն էլ կաթողիկոսներ։ Լավ կնի կոպիրկինին բերեն, բացատրի ելնի կնա։ Դրանցից ոչ մեկ աղքատ չի ոնց որ չէ, Սեյրան Օհանյանն ու Արփիկը հատկապես։ Եթե աղքատ չեն սոցիալական ինչ հարց են քննում, որ սոցիալական հարց չեն քննում։ Պատերազմում իրենց աշխատանքի արդյունքով պարտության հետքերն են ծածկում եւ Ռուսաստանի առաջը դրանքն են կատարում։ Գիտեք որն է դա։ Հայաստանը միշտ ապակայում պահել, անհանգիստ։ Մինչև տերը կփրկվի, տերն էլ մեռնում է։ Ըստ զրուցակցի դժվար է ասել, թե արդյոք ընդդիմության կողմից այս ակցիան նախապես էր ծրագրված, որ հետո արցախցիների միջոցով կրկին խոսեն իշխանափոխության մասին, սակայն նկատում է, որ սա վերջիններիս միակ շանսն է Հայաստանը նորից ցնցելու համար։ Ոսկեբարին կպան բան դուրս չեկավ, չէ։ Պատից պատ կպան դուրս չեկավ։ Ազգային ժողովի ճաղերից կախվեցին, բան դուրս չեկավ։ Բացի որ են վարի տվեցին Ղարաբաղ կոմիտեի կորυֆեյներին, առաջնորդներին, չէ։ Հիմա էլ են ճարել։ Վաղն մի ուրիշ բանից, բայց խնդիրն է որ Հայաստանը անդադ կայուն չի լինի։ Անհանգիստ կլինի, իրենք է զբաղմունք էլ է։ Ձեր ետ են անում, ինչի կարիք ունեն, ոչ բանի կարիք չունեն, իրենք կարիք ունեն, որ չդադվեն, որ չպատասխան չտան այն ամենի համար եւ հանրության աշխարհում մեկ պահեն են տեսակետի վրա, որ Հայաստանը Արցախը, այսպես ասած, հանձնել Ադրբեջանին։ Իրենք են արել, կոնկրետ իրենք։ Հայ գեներալները Հայաստանի Մոսկվայի առաջադրանքով Հայաստանի բանակը տարել են պարտության, Արցախը դադարել են իրենք եւ ուրեմն շարունակում են ծածկել հերթերը։ Անդրադառնալով վրանում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում հնչող հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ եւ որ եղանակները տաքանալուն պես ընդդիմությունը սկսելու է իշխանափոխության համար պայքարը, Շիրինյանը շեշտում է. Ծոծրակները կտեսնեն, իշխանափոխություն չեն տեսնի։ Ընտրություններում էլ ջախջախվելու են։ Բայց ուրիշ բան կա։ Երևի ուզում են Մոլդովայի նման քաոս սարքեն, որպես Ռուսաստանը միջամտի իրենք փրկվեն։ Դա չի լինելու, գիտեք ինչու։ Ռուսաստանը մինչև մեր ընտրություններ գրեթե մեռած կլինի։ Մեռած չի լինի, բայց արնակամ կլինի։ Անիմաստ չարչարվում են։ Իրենց համար կայֆ էլի։ Ունևոր են։ Ռուսաստանի խնդիրը կատարել են, Արցախը վերադարձվել Ադրբեջանին, հաջորդը հայ բանակը ջարդվել է, Հայաստանի պետականությունը թուլացրել են, հիմա կարող են մինչև մեռնելները հանգիստ այս գործով զբաղվել։ Իրենք վերջում ռուսերեն ասեմ լավ հասկանում, Պերեդաշի են դանելու Բաքուի մայրսներին, ովքեր Պուտինի հրամանով բան շպրտվեցին, իրենց էլ են դանելու, որտեղ այդ հարցը իրենք լուծել չեն կարող։ Հաջորդը ասել է ոչ, եւ հաջորդը պահում է այն պետականություն, որը ինք ունի։ Մեր պատմության համար ողբերգական այդպիսի նախատեպեր կան, Պետրոս Գետադարսն են։ Շմեք որ վերցրեց ամեն ինչ գնաց անից։ Սա երկրորդ դեպքն է, վերցրեցին Արցախից ամեն ինչ եկան։ Մեջներում 4 տղամարդ չկար, որ մնային գժվելով մտնեին անտառներ եւ չհանձնվեն, կռվեն, զոհվեն, բայց չգային։ Մի հոգի գտնվել է մեջները։ Այս գեներալներն են դեր են եղել։ Չէ, իրենք չեն հանձնել։ Իրենք այն բանակը, որ պատրաստ չէր պատերազմի, իրենք չեն պատրաստել։ Ուրեմն ոչ գեներալն ոչ էլ բանն են։ Իրենք գեներալների թաղամաս են։ Քաղաքական գործիչների ծաղրանք են։ Պուտինն ասում է, որտեղ կանգնում են, ասում են նստի կանգնում են։ Նույն կաթողիկոսն է եւ նրա եղբայրը, դրա համար պարգևներ են ստանում։ Կաթողիկոսը շքանշան, եղբայրը շքանշան, իրենք էլ տուն, տեղ եւ այն հոնորարներ հավանաբար։ Դե եղանակները տաքանա մեռանք էլի, ուրեմն տաքացավ նույնն են, ուրեմն սարես նույնն են,
ուրեմն բարեխառն են նույնն են։ Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահը նկատում է ամեն դեպքում ինչ հարցեր էլ քննարկվեն Ազատության հրապարակում տեղադրված վրանում եւ որքան ժամանակ էլ այդ վրանը շարունակի մնալ այնտեղ, միևնույն է այս անգամ էլ թե ներքին, թե արտաքին ուժերի կողմից Հայաստանը ոչնչացնելու ծրագիրը չի իրականանալու։ Նամուս ունենան կմեռնեին էլ։ Անկախ են բանից, որ չեն պատադում։ Իրենք սովոր են այդ վիճակին, արդեն ընտելացել են, իրենք գործ են անում։ Բայց հիմա տեսնում եք հանրությունից չի էլ արձագանքում։ Ելնում են ժողովրդի անունից են խոսում։ Ժողովուրդը 40 անգամ վերեք թքել մերժել, ոչ մի բանով հետները չի արձագանքում։ Բացի իրենց տենչիկները, չէ՞։ Էլի ժողովուրդ։ Ժողովուրդը մերժել է ժողովուրդ։ Աշխարհում չեղած բան է։ Պարտված ժողովուրդը պաշտպանում է այն իշխանությունը, որին ընտրել է։